մասնակցեին այդ բանի տակ, բայց այս պլան провалился, ասենց ասեմ։ Պարոն Սիմոնյան, ձեր վերջին ճեպազրույցում ասացիք, որ Մոսկվայում անուններ եք հնչեցրել Լավրովի մոտ, ովքեր Հայաստանի դեմ հիբրիդային գրողներ են։ Անում այդ ձեր հայտարարությունից հետո այդ գրողները շարունակում են, օրինակ Զատուրինը, որը իշխող ուժի պատգամավոր է, ասում է, որ այս կուսակցությունը Նիկոլ Փաշինյանը չպետք է վերարտադրվի։ Համար մեկ սա ինչ-որ պետական միջամտության փորձ կա ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի կողմից։ Եթե լուրջ համարում եմ, որ այո, դա իրան չի վերաբերվում, որովհետև ինքը ավելի լավ է թող հիշի իմ եւ իրա վերջին հանդիպումը։ Իսկ որպես կեսկատակ կասեմ, ինչքան ինքը ու իր նմանները խոսեն, այնքան մենք շատ ավելի շատ ձայներ ենք ստանալու Հայաստանի Հանրապետությունում։ Ես իրանց էլ եմ դա ասել։ Ես ասել եմ նաեւ, որ եթե դուք ելույթ եք ունենում, ասում եք, գիտեք ինչ, վարչապետ Փաշինյանը վատնա, Ալեն Սիմոնյանը վատնա, Էնիսը վատնա, բայց մենք եւ մեր դարավոր հայ ժողովրդի ընկերությունը եւ մեր բարեկամությունը, այդ խոսակցությունները մեր մոտ ծիծաղ են առաջացնում։ Ես նկատի ունեմ ոչ թե իմ մոտ, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ դադարեք մեզ նման ձևով հարվածելը։ Ես դա ասել եմ եւ չեմ թաքցնում։ Հուսամ իրանք կհասկանան, բայց պարոն Զատուրինը կարող է նաեւ հետաքրքրվել պարոն Լավրովից, թե ինչ արձագանք է տվել իրենց արտաքին գործերի նախարար, երբ որ ես խոսել եմ падգամավորների կողմից հայտարարությունների մասին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ այսօրվա իշխանության մասին։ Թող հետաքրքրվի իր գործընկերը ինչ արձագանք է տվել, ես կոռեկտ չեմ համարում այդ մանրամասները բացահայտել։ Ես կարող եմ խոսել իմ ասածների մասին, բայց գործընկերոջ ասածները չեմ ուզում բարձրաձայնել։ Իսկ կոնեք տպավորություն, որ Մոսկվայում մենակ ինչ-որ բանից դժգոհ են Հայաստանի արտաքին քաղաքականությունից եւ այս արձագանքները դրա հետևանք են։ Մասնավորապես Հայաստանի վերջին կուրսը ոչ դեպի Ռուսաստանի ուղղությամբ։ Ինձ մեկը ինձ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության շահերը առաջ գնան եւ ինձ մենակ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության շահերը, թե դժգոհ են, դժգոհ չեն, լավ, ուրեմն պետք է քննարկենք, բայց ես ինչի եմ գնում այնտեղ։ Ես գնում եմ, որ այդ հարցերը քննարկեմ, բայց եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է խաղաղություն կառուցի, եթե Հայաստանի Հանրապետության զինվորները, տղաները պետք է չթան մահանան, անկեղծ ինձ մեկը որևիցե այլ երկրի ինչ որ ներկայացուցիչ էմոցիան։ Ռազմավարական դաշնակցի վերաբերմունքը, էմոցիաները քաղաքականության մեջ որևիցե նշանակություն չունեն։ Կա շահ։ Շահերը ուրիշ է, եթե էմոցիայի մասին ենք խոսում, ուրիշ խոսակցություն է։ Շահերը գիտեք ինչ, ժամանակին էլ եմ ասել, եթե իրանց շահը որևիցե երկրի չլինի, դա Ռուսաստան, թող լինի մեր ամենաշատ սիրած Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Եվրամիությունն, եթե իրանց շահերը բրդի, ասի, որ պետքա Հայաստանը մանրադրամ դարձնել, Հայաստանը դառնալու է մանրադրամ։ Ռուսաստանը այն առումով եմ առանձնացնում, որ տնտեսապես մենք շատ կախված ենք Ռուսաստանից։ Այդ առումով արդյոք նույնը կարելի է ասել Ֆրանսիայի կամ Անգլիայի հետ կապված Ռուսաստանը այլ հարաբերության մեջ է մեծ հետ։ Եվ ոչ մեկ դա չի ժխտում, բայց երբ որ մեր վրա ճնշում է գնում, դրան դիմադրելը եւ ասելը հոп, դա մեր պարտականությունն է։ Ասել կանգնեք, որովհետև հասկանում ենք ձեր շահերը, բայց եկեք մեզ մի ոչնչացրեք, մենք ենք մեռնում, ձեզ մեր երեխեքն են մեռնում, այսինքն ինչ ասենք ռազմավարական, այդ ինչ տրամաբանություն է, ասենք դե ռազմավարական գործընկերն է, ուղարկենք եւս 3000 հոգի մարդ թող գնա զոհվի, հա, որտեղ ռազմավարական գործընկերը չկա, չէ, դժվար է, իրականում դժվար է այդ խոսակցությունը, իրականում դժվար է այդ բարձրաձայն ասելը, որովհետև այդ հսկա երկիրը իր հսկա հնարավորություններով, որը որ անսպառ հնարավորություններ ունի, բայց միևնույն ժամանակ ասում եմ, մեր հենց գործը այն է, որ մենք դա իրանց ասենք։ Ու ես իրանց ասել եմ, այն ինչ որ վարչապետը այն երեքստեղ ասեց, որ մենք իրանց հետ չենք կռվելու։ Մեր միակ ուզած բանը նա է, որ մենք ունենք մեր շահերը, իդեպ այդ շահերը տենց մինիմալ են, հա, էկզիստենցիալ շահերի մասին է խոսքը գնում այսօրվա օրով, եւ այդ շահերը մենք ուղղակի տեղ չունենք զիջելու, սա է։ Երկաթում ենք, երեք Փաշինյանն ասում է կառավարման վերցնելու նպատակ ունենք, երկաթուղի, գազը, ԵԱՏՄ-ն, դրանք քիչ են այս համար։ Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, մենք իրանց առաջարկ ենք անում։
Երեք վարչապետը նաև ասաց, որ այն ինչ որ Վաշինգտոնում ստորագրվել է, նաև իրենց դա առաջարկվել է։ Մենք իրենց առաջարկել ենք նաև երեք վարչապետը ասում էր 1 կիլոմետր, 4 կիլոմետր։ Մենք դա իրենց առաջարկում ենք։ Նորից եմ ասում, մենք իրենց հետ կռվելու ոչ ցանկություն, ոչ հնարավորություն, ոչ նպատակ չունենք, չենք ունեցել, բայց մենք նպատակ եւ անհրաժեշտություն ունենք պաշտպանվելու Հայաստանի Հանրապետության, այն որ ասում Հայաստանի Հանրապետության, նկատի ունեմ հենց անկախ հանրապետության, ոչ թե ինչ որ կազմում, ինչ որ հա դրոշով իր պարլամենտով, բայց ինչ որ ֆեդերատիվ, ինչ որ մի այլ դրա մեր նպատակը դա ու մենք դա միջև վերջ ատամներով պաշտպանելու ենք։ Նույնիսկ այդտենց մեծ հսկայի, եթե ինքը տենց որոշում ունի եւ ունենա։ Ինչն է տարօրինակ։ Ուղղակի ես գիտեք ինչն է խնդրեմ, որտեվ տենց միշտ սովոր ենք էլի երևի որ տենց եթե դե մեծ երկիր է բանա, պետքա բան անենք։ Հա արեցինք տենց 30 տարի արեցինք։ Ղարաբաղում արեցին, Ղարաբաղի կառավարությունը դա արեց։ Ինձ ընդդերի ղեկավարը ասում էր դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղը այսօր ամենաապահով տեղն է 44 օրյա պատերազմից հետո։ Ասում էր ձեր մասին մտածեք։ Գրում էին «Սպասիբо России» եւ այլ։ Մտածում ենք Հայաստանի Հանրապետության մասին ենք մտածում ու շարունակելու ենք մտածել ու ես վստահ եմ, որ գալիք ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ է մտածելու Հայաստանի Հանրապետության անկախության մասին, տերականգնելու Հայաստանի Հանրապետությանը, ինքնիշխանությանը, այն իրավունքին, որ ինքը ինձ կարա Facebook-ում ինչ ասես ասի ու դրա համար չպատժվի։ Ու այսօր այո իրոք ով ում մասին ինչ ուզում ասում է օրենքի շրջանակներում եւ չպատժվի։ Միջև այն պահը, երբ որ ինքը օրենք է խախտում։ Խոսքի ազատություն, լրագրողները, դուք լրագրողներ, պետք է բոլոր լրագրողները գնաք քաղաքացիական պայմանագիր ընտրեք։ Ես ձեզ լուրջ եմ ասում։ Եթե ծուռը նստենք դուզը խոսենք, կներեք այս խոսակցականի համար։ Այն խոսքի ազատությունը, որը որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կա, սա երազանք է։ Սա երազանք է, սա ձեր ազատությունն է, սա ձեր աշխատելու տեղն է, այս հասկանում եմ, միգուցե մեկին չեք սիրում, միգուցե ինչ-որ բանի հետ համաձայն չեք, բայց հավատացեք, ոչ առաջ, ոչ Աստված մի արածցե, եթե մենք վերադառնանք անցյալ, դուք այդ հնարավորությունները չեք ունենալ։ Բայց այդպես չէ, որ խոսքի ազատությունը Արի չվերացենք մեմուկո հարցազրույցին, հա։ Ես վստահ եմ, որ ընտրությունների օրը դու եւ շատ ընդդիմադիր լրագրողներ գնալու են քաղաքացիական պայմանագիր ընտրել։ Ես վստահ եմ դրա մեջ։